Մի օր գիշերվա ուշ ժամի Հայաստանի Կոմկուսի կենտկոմի քարտուղար Աղասի Խանջյանը բանաստեղծ հասարակական գործիչ Վահրամ Ալազանին իր մոտ կանչեց։ Վերջինս տուն վերադարձավ եւ պատմեց, որ Փարիզում վախճանվել է մեր պայծառ Կոմիտասը։ Մահացել էր 1935 թվականին եւ մարմինը զմռսված պահվում էր Հայաստանում հուղարկավորելու համար։ Նրան խնամող հանձնաժողովը դիմում է ընկեր Խանջյանին, որ նա ընդունի Կոմիտասի դին եւ կազմակերպի Երևանում թաղման արարողությունը։ Իհարկե Աղասին տալիս է իր համաձայնությունը, բայց Բերիայի երևանյան գործակալները այդ մասին հայտնում են Բերիային։ Բերիան հեռախոսով կապվում է Աղասու հետ եւ ասում. «Հեռագիր թող չուղարկեն, մենք մի տերտեր թաղելու համար գումար չունենք»։ Բայց նավը 3 օր է դուրս է եկել Մարսելից եւ գտնվում է Միջերկրական ծովում։ Ետ դարձնել չենք կարող, Կոմիտասին խնամող հանձնաժողով։ Վերջապես Կոմիտասի դին հասավ Երևան։